Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Աշակերտները խոսելու ունակությունից զրկված կանգնել էին լեռան վրա և դեպի երկինք էին նայում։ Վայրկյաններ առաջ Հիսուսը խոսել էր իրենց հետ, և նա ամպերով հանկարծակի երկինք գնաց, և իրենց աչքի առաջ անհետացավ։ Երկու մարդ ճերմակ հանդերձներով զարմանալիորեն կանգնեցին իրենց առջև։ Ինչու եք դեպի երկինք նայում։ Այս Հիսուսը նորից գալու է, ինչպես գնաց երկինք։ Հիսուսը նորից է գալու։ Արդյոք սա հիանալի խոստում չէ նախքան հեռանալը։ Իսկապես Հիսուսը նորից վերադառնալու է։ Այո, Աստվածաշնչում նա ասել է. «Եվ եթե գնամ և ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ ինձ մոտ կառնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ այդտեղ լինեք»։ Երբ է Հիսուսը նորից գալու։ Երբ աշակերտները այս նույն հարցը տվեցին, Հիսուսը պատասխանեց. Կարևոր չէ, որ իմանաք, թե երբ եմ գալու, ավելի կարևոր է, որ չմոռանաք ինձ։ Հավատացեք ինձ և սպասեք ինձ, միայն Աստված, Հայրը գիտի ժամանակը, թե երբ նորից կգամ։ Հիսուսն ասաց, որ կարող ենք հասկանալ, երբ նա վերադառնա։ Նա ասաց, որ նախքան իր վերադառնալը պատերազմներ և երկրաշարժներ են լինելու։ Դա երկար չի տևելու։ Իսկ ինչպես է Հիսուսը նորից գալու։ Ամպերով, ճիշտ է։ Դու լավ ես լսել, նա հանկարծակի է գալու։ Ոչ մի թերթ, ոչ մի նամակ չի հայտարարելու դրա մասին։ Սակայն բոլորը տեսնելու են նրան։ Նրանք, ովքեր մոռացել են նրան և ապրել են առանց նրա, ովքեր ասել են, որ Հիսուսը չկա, սարսափած են լինելու։ Նրանք, ովքեր սիրում և սպասում են նրան, աննկարագրելի երջանիկ պիտի լինեն և նրա հետ երկինք պիտի գնան։ Արդյոք ես նրա կողմում եմ։ Արդյոք դու նրա կողմում ես։ Սա ամենակարևոր հարցն է։ Աստված ուզում է, որ բոլորը որոշեն հետևել իրեն և երկինք գնան, քանի որ նա սիրում է մեզ։ Տեր Հիսուսին հավատալն է երաշխիքը, որ մենք իր կողմում ենք։ Հիսուսը վերադառնալու է։ Ես հավատում եմ, որ դա շուտով կլինի։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։